Այն ինչ որ ջրի երեսին է, եթե արևելքից եկան ու էդի տեսան, ինչու չտարան այնտեղ։ Ուրեմն այդ արևելքը այնտեղ չի։ Անունը դա արևելքը, դա Հայաստան աշխարհն է։ Տաթևացին ասում է Քրիստոս էլ խոսքն է բերում արևելքից, ինչպես արևմուտք կայծակն է խփում, այդպես էլ գալուստն է լինելու Քրիստոսի։ Տաթևացին ասում է Քրիստոսի գալուստը Հայաստանով է լինելու։ Ամբողջ երկիր ուներ մեկ լեզու եւ մեկ խոսվածք։ Բոլոր աշխարհը ընդունում են դրախտավայրը Հայաստան աշխարհն է։ Ու առաջի կյանքը այնտեղ սկսեց, երկրորդ կյանքը սկսեց Արարատ լեռան վրա կանգնեց, հրեաներն են ասում, որ հոբը հայ էր։ Եվ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ։ Հայկը, որը աստվածապաշտ էր, իսկ այն մնացածը կռապաշտ էին։ Նայ, ստեղ այն չի, որ մենք ենք, դա փաստ է, որը ջրի երեսին է, այսինքն հեռու չեն գնում։ Եվ անցնում է 30 տարի, ինքը պատահական է նամակ գրում Հիսուսին։ Ինքը գիտեր, որ արդեն Քրիստոս ծնվել է, մոգեր հետո հետ են գալիս իր մոտ եւ ասում են, մենք տեսանք փրկչին։ Հիմա դու կամ Աստված ես կամ Աստծո որդի ես, տես բան։ Որ դուց, ինչու, որտեվ ինքը լսել էր։ Դրանից հետո էլ պատահական չի հայ ազգը, հայ ժողովուրդը առաջի քրիստոնյան է դառնում։ Էսի շատ բան է բացվում, որ մեր ժողովրդին բան է տրված։ Դրա համար պատահական չի, որ ինչ է ասում է արքայությունը ձեզանից կվերցվի, կտրվի մի ուրիշ ազգի, որը պտուղ կբերի։ Մենք երկրպագեցինք փրկչին։ Աբգարին ասին, Աբգարը հավատաց, հետո եկավ այստեղ իրան խաչեցին, բայց ինքը հետո իջավ Հայաստան, ասեց այստեղ եկեղեցին կկառուցես, Գրիգոր Լուսավորչին ասեց, որի անուն Տիրոջ փառավորվի։ Հայր Սուրբ ջան, մենք արդեն խոսեցինք Քրիստոսի հայտնության մասին, բայց կուզենայի մի քիչ ավելի խորը բացատրեիք։ Ինչ է Քրիստոսի հայտնությունը, քանի որ մենք նշում ենք նաև հունվարի 6-ին հայ եկեղեցու կողմից եւ Սուրբ Ծնունդը եւ Քրիստոսի հայտնությունը, եւ նաև այդ հայտնության մեջ այդ հայտնությունը ինչ իմաստներ ուներ, որ մարդիկ ինչ ձեռք բերեցին այդ օրը, մարդկությունը ինչ ձեռք բերեց, վերջապես տեսանելիորեն։ Խոսքս Սուրբ Երրորդության մասին է, էլի։ Հայտնությունը գիտես ինչն էր։ Աստված ինքը, ինչպես ասեցի, որ մարգարեների միջոցով էր Աստված խոսում, հետո իր որդու միջոցով։ Ու Քրիստոս երբ որ ասեց Քրիստոսին հարցին հորը ցույց տու մեզ կբավի, ասում է այսքան ժամանակ ես ձեր հետ եմ, դուք չտեսաք։ Հայտնությունը եկեղեցին շեշտում է, դա մկրտության ժամանակ է տեղի ունենում, որ հայրը երկնքում ասում է սա այն որդին եւ Սուրբ Հոգին իջնում է, դա հայտնվում է նաեւ Սուրբ Երրորդությունը, որտեղ հին ուխտի մեջ Սուրբ Երրորդության գաղափարը քողարկված էր։ Ինքը քողարկված, թաքնված էր, ծածկված էր եւ այս ժամանակներում հայտնվում է, որպեսզի ցույց տա, որ սիրող հայրը ուղարկել է իր որդին եւ Սուրբ Հոգին կա եւ այլն, դա հայտնություն է։ Դրա համար հայտնությունը տեղի ունենում է, աստվածային հայտնությունը տեղի ունենում է մկրտության ժամանակ։ Դրա համար մենք նաեւ այդ մկրտությունը, հայտնությունը որ մի տոնն է ու այդ ջուրորդնեք ենք անում։ Ու հիմա ստեղ ընթերցենք, հիմա երբ որ Քրիստոս ծնվեց, հրեշտակները հայտնվում են հովիվներին եւ ասում են, չէ, մի վախեցեք, որովհետեւ ահա ձեզ ուրախություն եմ ավետում, այստեղ հետաքրքիր խոսքերը, որ ամբողջ ժողովրդին է լինելու։ Այդ բան չեղավ, լինելու է։ Այսօր Դավթի քաղաքում ձեզ փրկիչ ծնվեց եւ այլն, այսինքն այդ հայտնության process-ը ոնց որ հիմա ասես թեթև ասես, ցես բան կա, ու հետո արդեն ասում է Հիսուսը որ գալիս է մկրտվելու,
մկրտվելուց կատել ամբողջությամբ արդարությունը, սկզբից Հովանեսը չէր թողում, այդ ժամանակ Հովանեսը նրան թույլ տվեց եւ Հիսուս մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից, այհևա երկինքը բացվեց նրան եւ տեսավ Աստծու հոգին, որ աղաղակելով իջնում էր ու գալիս էր իր վրա։ Այսինքն այն ժամանակ ասում է ժողովրդի համար լինելու է այս ամեն ինչը, պատգամը տրվեց եւ այդ բուն հայտնությունը ծնունդը գաղտնի էր, չէ՞։ Շատերը չիմացան ծնունդը, հրեշտակները եւ ըստեղ էլ գիտես Արտուր հետաքրիր մի բան կա։ Ծնունդը եղավ այն հովիվների համար։ Այսինքն հայտնություն եղավ, ինչու, որովհետեւ հովիվները ինձ թվում է իրանք այդ Աստծո երկյուղը ունեին եւ սպասում էին Տիրոջը։ Եվ Տերը իրենց հայտնվեցավ։ Նա եկա Երուսաղեմ քաղաքը, երբ որ իմացավ, որ փրկիչա ծնվե, ոչ մեկ դուրս չեկավ, չգնաց։ Գոնե հետաքրության համար գնա նայի, հակառակը գրքերը բացին եւ ասում է քաղաքը խռովություն եղավ։ Այսինքն, այն գիտես, բանա լուրա տարածվում, մի հատ փոքրիկ քաղաքի մեջ մտնում է մի բան, էսով են, էս ինչ են, ցած բամբասանքա, չէ՞, սենց արագ-արագ տեղա ինֆորմացիա գնում, ինչա, բա փրկիչն ա ծնվեց, ով այդ ինչա, երբ բա Բեթխեհեմում է։ Հա, դե Բեթխեհեմում է, երբ որ մոգերին ինչ ասում է, դե երբ որ գտնեք, մի հատ եկեք լուր տվեք, մենք էլ կգանք կտենանք։ Այդպես էլ հրեաները միշտ Քրիստոսի հանդեպ տենց եղան, էլի։ Դրա համար այստեղ ինչն է հետաքրքիր, հետո Պողոս Առաքյալն ասում, Աստված ընտրեց ոչ թե ուժեղին, այդ տկարին, որ ամաչացնի հզորին։ Աստված ընտրեց տգետին, կարծեմ, որ ամաչացնի իմաստունին, sense խոսքեր կա, այսինքն էդի ցույց է տալի, ոչ թե Աստված արհամարում է հարուստին, որտեվ հարուստներն էլ կային Տիրոջը ծառայում են, կանայք Քրիստոսի հետ ման էին գալի, չէ՞, ասում է իր ունեցվածքով էին ծառայում Տիրոջը, չէ՞։ Եվ իմաստուններ կային, որոնք Քրիստոսին հետո հետևեցին։ Ստեղ ինքը ուզում է ցույց տա, որ այն մեկը, որը իր հույսը դրել է իր հարստության վրա, ամոթով կլինի, չէ՞, Տերը դրանց չի ընտրի։ Դրա համար ինքը եկավ այդ հովիվներին չեն, պարզ մարդիկ էին, ոչ իմաստուն էին, ոչ ունևոր էին, ոչ հարուստ էին, եւ այնտեղ հայտնվեց եւ ինքը Բայց մաքուր սիրտ ունեին, էլի։ ահա, եւ որտեվ իրանք փնտրում էին Տիրոջը, եւ ինքը ծնվեց մի տեղ հյուրանոցում, ասում է, տեղ չկար, ծնվեց մի տեղ, որտեղ կենթանու բաժին էր, սենց ասեմ, տաները հրեաները երկու հարգանի էին, առաջի հարգում մի տեղում անկյունում կենթանիների տեղ կար, որ կենթանի էին պահում, այդտեղ գնաց այդտեղ Մի անգամից այդ հարցնեք ուզենայի տայ։ Մենք սաղս գիտենք, որ Աստված ուզենար իր միածին որդին պալատներում է կծնվեր, ոսկիների մեջ է կծնվեր, բայց դա էլ իմաստուն էր, չէ, որ Քրիստոսը ծնվեց ամենահասարակ վայրում, ամենահասարակ կերպով, այդ էլ էր, չէ, իմաստ աշխարհին ցույց տալու։ խոնարհության շարունակությունն է, ինքը խոնարհվավ ու միջև վերջ խոնարհ գնաց, հասկանում ես, այդ խոնարհությունը դու միայն մի օրում չի, մի ընթացք, եթե դու խոնարհ ես, պետք է միշտ այդ քո կյանքի ընթացքով դու խոնարհ լինես։ Դե այո, ասում են, որ այդ ցույց տվեց իմաստը այն էր, որ դա չի նշանակում, որ դու հարուստները պետք չի հարուստի որդի լինել կամ արհամարել, բայց ստեղ ամբողջը ցույց է տալի, որ Տերը մեզի սովորեցնում է, որ մենք չապավինենք հարստությունը, որտեղ արդեն հետո Քրիստոսի բուն առաքելությունը կռիվը, որ հրեաների հետ տալիս է, որ ինքը ի վերջո ասում է, երկու տիրոջ չես կարա ծառայես, Աստծուն եւ Մամոնային, ինքը սրանով ցույց տվեց, որ ինքը ծնվեց մի սենց աղքատիկ վիճակում, սենց որ տեղել չուներ, հա, գլուխը դնել, հետո էլ ինքը ինչ կասի, ասում է նույնիսկ թռչունները եւ աղվեսները բուն ունեն տեղ դնելու, պարկելու, ես գլուխ դնելու տեղ չունեմ։ Այսինքն ինքը միայն այնտեղ չէր, հետո էլ տենց ուներ, այդ վիճակը ապրեց։ Այդ համեստությունը, խոնարհությունը, այստեղ հետաքրիր բացատրություն կա։ Ասում է քո սրտի մեջ ամեն ձևի մեղքի տեղ կա, իմ համար տեղ չկա քո սրտի մեջ։ Այն որ գալիս ասում է, չէ,
բաները, թռչունները, աղվեսները տեղ ունեն, բուն ունեն քո սրտի մեջ, բայց իմ համար տեղ չկա։ Ու նույնն էլ այդ ինքը եկավ այդ խոնարհությունը, դա նորից եմ ասում, դա չի նշանակում, որ մենք հարստություն, եթե մեկը հարստացել է, ունի հնարավորություն ունի, դրան մերժենք, որտեղ նորից եմ ասում, Քրիստոսին ովքեր էին գալի, Նիկոդեմոսը, Հովսեփ Արևմատացին, Երուսաղեմի հարուստ մարդկանցից էին, երկրորդ, երրորդ տեղն էին գրավում իրանց ունեցվածքով եւ հարստությամբ, Նաև իրանց դիրքով էլ։ դիրքով եւ կանայքել, ասում է իրեն Քրիստոսին իր ունեցվածքով էին ծառայում։ Դա սխալ է, այսօրվա դրությամբ եկեղեցիները ես ու դու ենք կառուցում, տատիկ պապիկները, Ունեցահարուստները։ մեկը որ դնում կառուցում է, ժամանակին էլ է տենց եղել, նայում ես թագավորը, իշխանը, իմով կառուցել են, այսինքն Աստված տալիս է, Տաթևացին է լավ բացատրում, ասում է աղքատին հարուստ է տվել, որպեսզի աղքատը փրկվի, սոված չմեռնի, իսկ հարուստի համար էլ աղքատ է տվել, որ իր հոգին բարի գործով հոգին փրկի։ Դրա համար բայց երբ որ դու աղքատ ես, կարաս աղքատ լինելով հոգիդ կորցնես, հարուստ լինելով էլ փրկվես, որտեղ հարուստը չի ապավինում բանին, հարստության, այդ տիրոջն է ապավինում եւ դա օգտագործում է։ Այն օրինակը, որ ասում է մեկը գալիս է ինչ անեմ, ինչ չանեմ, հետո ասում է տար փողը ծախի ունեցվածքդ բաժանի աղքատներն, ասում է որտեվ ապավինում էր իր ունեցվածքին, թողեց գնաց։ Դրա համար Քրիստոսի էս որ բանի մեջ ծնվել է, ինքը սա ցույց է տալիս, որ Աստծուն ապավինելողը ամոթով չի մնում։ Այսինքն նա հիշենք, չէ, այդ մոգերը որ եկան, այդքան ոսկի բերին բան արին, այդ ինչ եղավ այդ ամեն ինչը։ Չէ, պատահական չէ, չէ, ինքը պետքա փախնեին Եգիպտոս Եգիպտոս, ապրեին։ որպիսի կարողանային ապրեին, էդի Աստված ուղարկեց, որպիսի կարողանան այդ գումարով ապրեն։ Դե տեսար, այսինքն տեսպես փոքրիկ դետալներ կան ավետարանի մեջ, որ մենք չենք տեսնում, հա, փախան գնացին այնտեղ քանի տարի բանում Եգիպտոսում էին։ Բայց դե մի քանի տարի ապրել են այնտեղ, այդ մարդիկ ինչ որ մի բանով Ոնց պետք է են ապրեին։ ապրել օտարության մեջ, ուստեղ էլ պատահական բան չի, ինքը եկավ Եգիպտոս, միգուցե Եգիպտոսն իր ներկայությամբ բժշկեց, չգիտեմ այնտեղ ինչ էր, միգուցե Աստված մի օր մեզի բացի այդ դրա գաղտնիքը։ Հենց Շատ էս եմ հնարավոր ասում, է։ պետքա մենք ուսումնասիրենք ու մենք գալիս ենք նրան, որ այսօր երբ որ մարդիկ կան, ասում են մեր եկեղեցվո հայրերը ամեն բան ասել են, հիմա ինչ որ նոր բան նստել, բացատրել, խոսել է, հիմ սխալ է։ Այդ ձև մտածելն է սխալ, որտեվ այսօր եկեղեցին Սուրբ Հոգով է ապրում։ Եթե Սուրբ Հոգին գործում է, չէ՞ որ ասում է Պողոս առաքյալը Սուրբ Հոգին տալիս է շնորհներ, վարդապետ, դեղ հրաշագործ կառավարիչ, չգիտեմ ինչ չէ, Սուրբ Հոգին է դնում։ Եթե Սուրբ Հոգուն դուք կանենք ասենք, գիտեք ինչ, արդեն 4-րդ, 5-րդ դարում սաղ ասվել է, ուրեմն Սուրբ Հոգին էլ չի գործում։ Ես չեմ ասում, ես հիմա ինչ որ խոսում եմ Սուրբ Հոգին իմ մեջ ով sense խոսում Արտուր ջան, բայց շնորհ է տալիս, որ մենք խոսենք, արտահայտվենք, դրա համար այսօր Աստված կարա այսօր նենց բաներ բացի, որ մեր հայրերին այն վաղ չի բացվել։ Ոչ թե որ մենք լավն ենք, որ մեզի հիմա բացում, այ ոչ, այսօր Սուրբ Հոգին տենց ա ուզում։ Սա իմ շնորհը չի, դա Աստծո տված բան է։ Դե շատ հնարավոր է այն դարաշրջանում, եթե դա բացահայտվեր, մարդիկ չհասկանային ինչի մասին է խոսքը, բայց քանի որ հիմա կյանքը փոխվել է, զարգացել է, հիմա կարող են հասկանալ, դրա համար հիմա է բացում Աստված։ Չէ՞ որ այդ աննկարագրելի բաներ կան, որ մենք չենք հասկանում, մեր ուղեղին հասու չի։ Ինքը եկավ ծնվեց միտեղ, որ այդ դրամի բանի հարցը չկար, ու իրանք նայ པարզ բան, մարդիկ էին, որոնք པարզ ընտանիք էր, իրանք ունևոր էին, այսինքն աղքատ չէին Հովսեփը, ինքը աղքատ մարդ չէր, որտեվ ինքը պատվելի մարդ էր, եւ ինքը երբ որ կին ա ուզում վերցնի, չէ, գալիս ա, այնտեղ մարդիկ կանգնած են եւ Մարիամը ասում է, ես չեմ ուզում ամուսնանամ, տենց ավանդությունը, ու այդտեղ գավազաններ են դնում սրբություն սրբոց խորանի եւ վարակուրի տակից,
այդ իրանց գավազանները, ումը որ ծաղկի, Հովսեփինն է ծաղկում ու իրան տալիս են կնության։ Հա, այսինքն Հովսեփը պարզ մարդ չէր, այսինքն ունևոր էր, ընտանիք ուներ, Հակոբոսը, որ եպիսկոպոս եղավ իր որդին Երուսաղեմի տիառն եղբայր հայտնի, իրանք էլ էին ունևոր։ Չեմ ասում, եւ իրանք ապրում էին, եթե մենք այս տարածքը վերցնենք մեր, որ հիմա որ կա, չէ, Սուրբ Հակոբ եկեղեցին, հեսա իմ կողմ աջ կողմով, ստից մի ուղիղ գծով 100 մետր էլ չկա։ Սուրբ Հակոբը դա ասում ենք Սուրբ Հակոբի տունն ա եղել։ Իսկ այս թաղը տարածքը, ես էլ ապրեմ ստեղից էլ մի 20 մետր էս կողմ, Աննա Քահանայապետի տունն ա։ Մի 50 մետր էլ սենց ուղիղ գծով Կայափա Քահանայապետի, այսինքն ապրել է հարուստ թաղամասում։ Այսինքն ունևոր են եղել, բայց իրանք Նազարետից գալիս են, ասում են գնանք այնտեղ հաշվի համար է, չէ՞։ Հաշվի համար անենք։ Ինչա, մեր կորկ բան կանենք, բարեկամներիս կտենանք, երևի ազգական բան, այդքան ժողովուրդ հոս կար, ինքը հետո հետ կգնանք, հետները այն վաղ վիզա քարտ բան չկար, չէ՞, մարդիկ խո հետ այդքան ոսկի հարստություն չպետք է վերցնեին, չէ՞։ Իրանք գալիս են տաճար, հետո լսում են սենց բան կա, գալիս են բանից հետո ծնվելուց հետո գալիս են տաճար 40 օրյա, ունդեղից թողնում գնում են Եգիպտոս։ Իրանք փախնում են Եգիպտոս ու այդ գումարը, որ տվել են այդ թագավորները, իրանք օգտագործում են ապրելու, դա պատահական չէր։ Հա, ու ստեղ էլ այդտեղ դե հայրերը մեկնում են ոսկին էս խորուրդ իր աստվածություններ, իր մարդկություն, սա մեկնություններ է, որը հետաքրքիր է եւ տեղի է, այսինքն իմաստալի է, բայց որ սենց ենք մտածում, մենք հասկանում ենք, որ Տերը ցույց է տալիս, երբ որ դու չես ապավինում դրամը, հարստությունը, Տերը քեզ չի թողնի։ Հասկացա՞ր։ Իրանք այսինքն գիտես են ոնց որ մարդ տունը հրդեհա բան այնքը վերցնում է անձնագիրը ու տնից փախնում է ու չգիտի ինչ կլինի էլի։ Միտքը սա է, որ Տիրոջ ինքը ցույց է տալի, որ մենք չապավինենք հարստությանը, հույս չդնենք, որովհետև Տերը չի թողնի մեզ։ Ու ամբողջ իր բանը կյանքը ցույց է տալի, որ ինքն այն չապավինեց որևէ բանի, բայց իր թաղումն էլ արեցին, ինքը սոված չէր մնում, ինքը դրա կարիքը չուներ։ Սա մեզ է ցույց տալիս, որ եթե Տիրոջը ապավինողը ամոթով չի մնում, դա չի նշանակում անհոգ ապրենք, բան չանենք։ Սա արդեն մենք կտեսնենք Պողոս Առաքյալը, որը ասում է. Ես իրավունք ունեի ձեզանից փող վերցնել, այսինքն ինձի պետք է տեր կանգնեիք, կերցնեիք, խմցնեիք, չէ՞ ինքը ասում է, բայց ասում է ես այդ բանը չարեցի, ինքը գնամ վրան էր կարում, վաճառում էր, որ ինքը հաց վաստակը բերեր, ապրուստը ձեռք բերեր։ Եվ ուրիշներից փող էր հավաքում Երուսաղեմում սով էր այդ ժամանակ, որ իր հավատացյալներին ինքը օգտակար էր լինում։ Այսինքն նորից Քրիստոս այդ ծնվելով այդտեղ մեզի ցույց տվեց, որ մի վախեցեք նեղություններից, մի վախեցեք, մի ինչ-որ տեսենց բանի մեջ ընկեք, որտեվ ես լինելով, եթե ես անցա, դուք էլ կանցնեք։ Շատերը կան ասում են, գիտես, դետի Աստված էր, էդի սրբերն էին, էդի չգիտեմ ինչ, այդ ձևի մարդ ասող ինքը պատճառ է բռնում, որ չանի, ճիշտ ձևի չապրի։ Իսկ Տերը, որ մեզ բերեց, դա մեզ համար էր օրինակներ, ոչ թե ինքը եկավ ինչ-որ տեղ բան արեց, դե գնացեք գլխի ինչ ուզում եք կարեք։ Չէ, ինքը ցույց տվեց, որ կարա այդպես ապրել։ Անհնարին բան չկա։ Ու մենք երբ որ փողին ենք ապավինում, իրականում ամբողջ բանը ինչի հետ է, կռիվը, պատերազմն ինչի դրամի համար է։ Այսինքն դրամ իր տարբեր տեսքերով երկրի ընդերքից բերած նավթա, ոսկիա եւ այլն այս ճանապարհների խնդիրներ ինչի համար է, բիզնես, փող։ Եվ այդ հին ուխտի, այդ ամբողջ աշխարհի գաղափարը ի՞նչ է, փող աշխատել, փող վաստակել, մարդկանց ինչի մեջ են դրել, գնա աշխատի, ընտանիքները աշխատում են եւ այդ գովազդը, ասում են ռեկլամին են խափնվում, չէ՞, ամեն մեկը հեռախոս պետք է ունենա ընտանիքի մեջ, էս ունենա, այս ամեն ինչը մարդը որպեսի հասնի գնում է փողի, Աստծուն էլ մոռանում է, միտեղ էլ դժգոհում է, ի չես օգնում այսքամի, բայց ասում է դու այդ փողին ես հույսը դրե։
Նախ փնտրեցեք արքայությունները, արդարությունը, մնացածը կտրվի։ Իսկ այդ մնացածը նենց օթից չի տրվում։ Մյուս առակն էլ ասում է, տեսեք, ասում է, մրջյունը ձմեռվա պաշարը ամառնա պատրաստում։ Ուզում ասի, դու պետք է աշխատես, որտեվ այդ ադամական այդ բանը քրդինք թափես, բայց չապավինելով այդ հարստությանը, որտեվ դու աշխատի, ես քեզ տեր կկանգնեմ։ Իսկ մարդ ագահ է, ինքը շատ է ավելի ուզում ունենա, հասկանում ես, նախանձ, գիտես, sense, որ մի հատ կապում ես, ու ասես մի հատ բան, իսկ Քրիստոս պարզ եկավ ու նորից եմ ասում, մենք չգիտենք վաղը ինչ կլինի, դրա համար սովորենք Աստծուն ապավինել, ոչ թե դրամին եւ հարստությանը, ու Քրիստոս սա պատերազմը ցույց է տալի եւ Պողոս առաքյալը ի վերջո ինչ է ասում, ամեն մեղքի, ամեն չարիքի մայրը ինչն է, արծած սիրությունը։ Ու դա շատ բան է, էլի, արծած սիրությունն էլ մարդը ագահանում է, փող է ուզում վաստակի, ու այդ Հուդան մեզ օրինակ։ եւ այդ փողը դառնում է իր Աստվածը։ Ինքը կարող ասի, չէ, Աստված չես, Հիսուս Քրիստոսն եմ պաշտում, բայց դու ում ես ծառայում։ Էդ էլ քո Մամոնային։ Էդ էլ քո տերն է։ Դրա համար մենք երբ որ Քրիստոսին ինչ ենք ասում, Տեր։ Տեր, լավ, Տեր եթե ասեմ փրկիչ։ Տեր, դու ընդունում եմ, որ ինքը իմ կյանքի Տերն է, ինձի Տերն է իմ լույսը ապավեն, ես ումից պետք է վախենամ։ Քո մասին բամբասում են, չարախոսում են, դու խառնվում ես իրար, չէ՞։ Քեզ շու մի բանա պատահում, խառնվում ես իրար, բա ուր է Տերդ։ Ուրեմն չես վստահում, որ Տեր ունես, չէ՞։ Ուրեմն անտերես։ Թեմաներից շեղվում ենք։ Հայր Սուրբ ջան, մոգերի պահով եմ ուզում խոսանք, իմաստունները, մոգերը, որ եկան Քրիստոսի մոտ, ուզում եմ այդ պահով խոսանք։ Քանի որ նրանք առաջիններից մեկն էին, որ ճանաչեցին Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, ինչպես ասեցինք, ովքեր էին նրանք, որովհետեւ չի նշվում ազգությունը, բայց շատ է շեշտվում, որ նրանք եկել էին արև ելքից։ Իսկ ինչպես հասկանում ենք, արևելքը դա Արարատյան դաշտավայրն է, մեր Արարատ լեռն է, մեր Արարատյան երկիրն է, հնարավոր է դա տենց լինի։ Մելքոն, Գասպար, Բաղդասար, չէ՞, այդ երեք մոգերը։ Ուրեմն դե տարբեր ձև են նկարում, սևամորթ, այնտեղ չգիտեմ ինչ, արևելք, բոլորը միանգամից դեպի Ճապոնիա են նայում, էլի։ Բայց մի հատ պարզ բան, արեք նորից տրամաբանելով, ոչ թե նույնս հետին մտքեր, խորանանք, այ պարզ, այն ինչ որ ջրի երեսին է։ Հիմա Հայաստանից արևելք, դեպի Ճապոնիա, քրիստոնյա պետություն կա, Չէ։ քրիստոնյա ազգ գոնե ինչ որտեղ խումբ, որը հավատքի է եկել կա, թե չէ։ Հա, բաներ կա, չինացիների մեջ Չինացիների մեջ կա քրիստոնյա կա։ մի քիչ, հա, Հա, մանր բայց մուներ, հա։ որպես Բայց չէ, ազգային, պետություն, ազգային որպես պետություն չկա։ հա, որը վատ թե լավ քրիստոնեական հիմունքներ ունի, չկա։ Եվ չկա ու չի էլ եղե։ Եթե արևելքից եկան ու էդի տեսան, ինչու չտարան այնտեղ։ Գենետիկորեն պատմություն տանեն իրանց ժողովուրդներին հասցնեին, չէ՞։ Ուրեմն այդ արևելքը այնտեղ չի ավետարանական։ Արևելքը դա ոչ թե հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, արևելքը դա տեղանուն է։ Ոչ թե այսինքն ծայրամասերն է աշխարհի, դա տեղանուն է։ Իսկ տեղանունը դա արևելքը դա Հայաստան աշխարհն է։ Հայաստան աշխարհն է, որովհետև Տաթևացին էլ ասում է Աստված աստղերի արևի շարժը սկսեց Հայաստանից։ Ну կոպիտ օրինակ բերեմ, պատկերացրա Աստված այս երկրագունդը ստեղծեց, հա, այս երկրագունդն է, այս կետի վրա Հայաստանն է, դրախտավայրն է, Արարատն է, օրինակ։ Ինքը վերցնում է արևը ստեղից ասես, գցում է, արևը սկսում ասես ֆռալ։ Հա։ Այսինքն արևելքը ստեղից է սկսել։ Շարժը աստղերի ամբողջ համակարգը բանը տեղից է սկսել եւ Տաթևացին ասում է Քրիստոս էլ խոսքն է բերում արևելքից ինչպես արևմուտք կայծակն է խփում, այդպես էլ գալուստն է լինելու Քրիստոսի։ Տաթևացին ասում է Քրիստոսի գալուստը Հայաստանով է լինելու, ոչ թե իջնելու է Հայաստանով այնեղ օպերայով ֆռագա Երուսաղեմ, չէ։ Այսինքն այդ ինչպես աստղերի շարժը սկսեց, այնտեղով էլ ինքը հայտնվելու է Հայաստանի վրայով։
իր գալուստը։ Ուրեմն, արևելքը մենք հիմա կարդանք մի բան, ուրեմն ծննդոց գլուխ, 11-րդ գլուխ, ծննդոց գիրք 11-րդ գլուխի մեջ, դրանից առաջ գլուխների մեջ, որ ասում է Նոյը հելավ բան, ընդեղ տարածվեցին, բազմացան, ընդեղ Նոյը ապրեց այսքան, որդիները սրանք էին, եւ ժողովուրդը շատացավ, հավաքվավ այդ տեղայքում։ Ու ինչ է ասում, ուրեմն 11-րդ գլուխ։ Ամբողջ երկիր ուներ մեկ լեզու եւ մեկ խոսվածք։ Նույնն էին։ Երբ նրանք արևելքից մեկնեցին, Սենար երկրում մի դաշտ գտան եւ բնակվեցին այնտեղ։ Արևելքից իջան, իսկ այդ Սենարը Հայաստանի տակն էր քարտեզով։ Իրանք արևելքից եկան Սենար եւ այնտեղ էլ Բաբելոնի աշտարակը ուզեցին կառուցել։ Արևելք։ Արևելք նաեւ բանն է, օտար երկր բանը ժողովուրդների մեջ, հին իրանց առասպելների, առասպելաբանությունների բաների մեջ, դա արևելքը նաև նկարագրում են, որ Հայաստանն է, որ դրախտը ընդեղ էր, մարդը ընդեղից է արարվել, պատահական չի, լավ, արի սենց էլ մենք, այն ինչ որ ջրի երեսին է, ես չեմ հորինում, չեմ բանում, բոլոր աշխարհը ընդունում են դրախտավայրը Հայաստան աշխարհն է, չէ՞։ Առաջի կյանքը ընդեղից սկսեց, քարտեզներ շատ կան, շատ սկսալ որորդ դարից, միջնադարի նմանդ, որ երբ որ Հայաստանն են նկարում, այնտեղ գրած է Էդեմ, դրախտ, Հայաստանի ու Ադամ Եվան են նկարած այդ Հայաստանի սրտի մեջ, տենց է, ու առաջի կյանքը այնտեղ սկսեց, երկրորդ կյանքը սկսեց Արարատ լեռան վրա կանգնեց, չէ, Նոյը իջավ, եւ այլն, կյանքը ընդեղից սկսեց եւ ընդեղից սկսեցին տարածվել։ Եկան բանը սարքեցին, այդ դու ասա, աշտանակը սարքելու, ասում եմ, մեկ լեզու ունեն, մեկ խոսված, բոլորը որտեվ այն ինչ որ Նոյն ու Ադամն էին խոսում, հա, խոսում են ու Աստված լեզուներ տվեց, որ տարածվեն, չկարողանան իրար այդ լեզու գտնեն ու բաժանվեն, չարություն չանեն։ Ու Հայք Նահապետը հետ եկավ իր, որտեվ բոլորը չէին եկել շինարարության մասնակցելու, ինքը հետ եկավ ու ինքը մնաց այն լեզվին, որը ինքը խոսում էր Նոյը, այդ վաղ Նոյն էլ էր ողջ, որը հայերեն լեզուն էր, դրախտի լեզուն։ Հիմա այդի չխոսենք։ Հիմա մյուս բանը։ Նրա ունեցվածքը 7000 ոչխար, 3000 ուղտ, 500 լուծ, ձեզ եւ 500 մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներ ուներ, այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։ Ռուսերենում ավելի է շատ հստակ գրում, Վաստոկը, այդ արևելքը մեծատառով է գրվում, Znamenից եւ всех сынов Востока, արևելքի որդիներից ամենահարուստն էր, այսինքն պատվելի մեկն էր։ Ու ես արդեն չեմ ասում, որ չասեք հայր ղևոմն ասում, հրեաներն են ասում, որ Հոբը հայ էր եւ որտեղ ինքը գտնվում էր, դա Հայաստան աշխարհն էր։ 1800 թվականների մի գիրք կա, չեմ հիշում, ես իմ տեսահոլովակներից մեկում բերել է այդ գիրքը, հրեա գրել է, ասում է Հոբը ապրում էր Օսմանյան կայսրության տարածքում։ Դե 1800 թվերին Հայաստանի մեծ տարածքը Օսմանյան կայսրության տակ էր։ Եվ այս վերջերս երիտասարդ մի ռաբին հրեա ռուսերենով ասեց հայերը կուրախանան, որ ասեմ, ու ինքը ասում է Հոբը հայ էր, ու փաստում է ինքն էլ է փաստում։ Ուրեմն արևելքի որդիներից էր, ուրեմն արևելքը մենք պարզեցինք Հայաստան աշխարհն է, եւ մոգերը ինչ անում, հիմա նայենք մի րոպե, ես այստեղ մեջ բերում արել էի Մատթեոսի 2-րդ գլուխ։ Եվ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ։ Եվ ասացին, որտեղ է հրեաների նոր ծնված թագավոր, որտեղ նրա աստղը տեսանք արևելքում եւ եկանք նրան երկրպագելու։ Ուրեմն իրանք միտեղ տեսել են, միտեղից էլ եկել են, ոչ թե մեկը Չինաստանից, Հնդկաստանից, մյուսը Պարսկաստանից, մյուսն էլ եսին որտեղից։ Միշտ հարցել է, այդ աստղը գալիս է, ոնց իրանք տեսան ու ելան միասին եկան։ Իրանք արևելքում տեսան միասին։ Ուրեմն մոք հասկացողությունը Արտուր դա
Են այսօրեն կախարդ, մախարդ, ֆոկուսնիկ, էքստրասենսը չի, մոգ այդ իմաստուն մարդիկ էին։ Բելգիացիները ասում են մոգերը թագավորներ են եղել ինչ որ։ Այո, իրանք իշխաններ են եղել եւ ան հարուստ մարդիկ են եղել եւ իմաստուններ են եղել, ուրեմն այս մոգերը տես մի բան կար, ես էլ իմ տեսարովակներից մեկում էի արե բերե, որ Արարատ լեռան վրա մի քար կար, որի վրա աստղ էր նկարած եւ այդտեղով իրանք այդ մարդիկ սպասում էին այդ աստղի հայտնությանը։ Իրանք մի ձևով ստացել էին պատգամ, որ աստղ պետքա լինի, որը նշան պետքա լինի, երբ է ծնվելու թագավորը կամ եւ այդ իրանք երբ որ տեսնում են, իրանք սպասում էին եւ իրանք գիտակցում էին, որտեվ գիտես հայ ժողովրդի հիմա այսօրվա չէ այն ժամանակվա Ադամի եւ հետո Նոյից հետո Հայկի բանով ինքը մեկն էր, որը Հայկը, որը աստվածապաշտ էր, իսկ այն մնացածը կռապաշտ էին, որով գնացին բան Բելի հետ միասին, չէ, ուզեցին աշտանակ Նեբրոթ հետ կառուցել, իրանք անաստված են, Նեբրոթը ուզում էր, որ իրան պաշտեն։ Հասկացար, Հայկը աստվածապաշտ էր, բայց հետո Աստծու կամոք այդ դրոշակը աստվածապաշտության փոխանցվում է Աբրամին եւ վարկած կա, որ Հայկը դաստիարակել է Աբրամին, ինքն է հավատքի բերել, որովհետեւ Աբրամը ապրում էր հեթանոսների մեջ, կռապաշտների մեջ ու մեկ էլ ինքը հավատքի եկավ, իրան Հայկն է դաստիարակե, իսկ Հայկը ով էր, ըստ բան տեսարովակներ ունեն, ոմանք չեն ընդունում, դա Մելքիսեդեկ քահանան է եղել, որը հետո փոխանցվեց հրեա ժողովրդին, ինքը օրհնում է Մելքիսեդեկը, օրհնում է եւ այդ բանը տալիս է Աստծո նախախնամության, որ ձեր մեջից պետք է այդ մխիթարությունը լինի, ժողովուրդ Քրիստոսը պետք է ծնվի։ Ուրեմն եւ դրա համար պատահական չէր, որ հայ ազգին, հայ ժողովրդին այն ժամանակ տրվում է այդ բանը, որ դուք պետքա այդ աստղը տեսնեք։ Եվ հետաքրքիր իրանք պատմությունը պատմիչներն ասում են, իրանք երբ որ գալիս են մեծ զորքով, շքախմբով, զորքի կեսը որտեղ են թողում Աբգար թագավորի մոտ։ Հա, մեր, որը այսօր հայտնի է որպես Սուրբ առաջի Անդրանիկ թագավորը, այսինքն որը հավատաց Քրիստոսին առաջի թագավորն էր։ Նայ, ստեղ այն չի, որ մենք ենք, դա փաստ է, որը ջրի երեսին է, այսինքն հեռու չեն գնում։ Եվ անցնում է 30 տարի, ինքը պատահական է նամակ գրում Հիսուսին։ Ինչու գրեց։ Ինքը իր համար ապրում էր, ինչու, որտեվ ինքը լսել էր մոգերից։ Ինքը գիտեր, որ արդեն Քրիստոս ծնվել է, մոգերը հետո հետ են գալիս իր մոտ եւ ասում են, մենք տեսանք փրկչին։ Մենք երկրպագեցինք փրկչին։ Ու ինքը պատահական չի, որ առաջինն է ընդունում, խոստովանում։ Չէ՞ որ նամակի մեջ Մովսես խորենացու մոտ կա ասում է, ասում է դու կամ Աստված ես կամ Աստծո որդի ես, տես բան։ Որ դուց։ Ինչու, որտեվ ինքը լսել էր ու գիտեր վկայությունը իր մոգերը դա նենց պարզ փողոցի այնտեղ բաներ չեն, ֆոկուսնիկներ չէին, էլի որ ասած աճպարարներ չէին։ Եվ ինչա տեղի ունեն, դրանից հետո էլ պատահական չի հայ ազգը, հայ ժողովուրդը առաջի քրիստոնյանա դառնում։ Այսինքն այս բաները պետք ու մեզնից արևելք դեպի Ճապոնիա միջև մի հատ քրիստոնյա ժողովուրդ չկա։ Նույնիսկ Պարսկաստանը քրիստոնյա չի, որտեղից այդ մոգերը եկել են, Հնդկաստան կռապաշտությունն է, որտեղ քրիստոնեություն չկա, նու կա ժողովուրդներ կամ բան, հասկանում ես ինչա, ու դրա համար այստեղ ես ոչ թե ինչ-որ բաներ եմ հորինում, բաներ եմ ասում, այն ինչ-որ ջրերեսին է։ Արևելք գնացին, հենց պատահական չեն, ու այդ պտուղը, որ արևելքից գնացին, եկան, բան Աբգարն էր, որը հավատաց Անդրանիկ, ինքը ոչ թե հավատաց, ինչից հավատաց, ինքը լսել էր, հետո էլ լսում է, որ սենց բաներ է տեղի ունենում, կարող այդ պայն ինքը լսեց, հետո մոռացավ, պատերազմների մեջ էր, ինքը խնդիրների մեջ էր, հետո մեկ էլ հիշում է, սենց ինձ սենց բան են ասել,
Այս ուրեմն ինքն է։ Հիշում ես աշակերտները Հովանես Մկրտչի, որ ասма գնացեք հարցրեք, այդ դու ես թե չէ։ Հա։ Էդի ինքը գիտեր, ինքը մկրտել է, չէ՞ իրան, բայց ինքը ուզեց իր աշակերտներին ուղարկել, որ իրանք գնան, որ Քրիստոս ինքը վկայի, այսինքն ասма գնացեք հարցրեք, նայեք ինչ կասի։ Ես միշտ այդ մասը կարդալուց միշտ ասում եմ, խարիսի Հովանես Մկրտչի ասելիք չի էլի, ինքը չէր կարա սենց բան ասել, որովհետև ինքը հենց այն մարդն էր, որ եկավ ու ասեց, հեսա այն անձը գալիս է, որի ասենք ոդկերը ես պետքա լվանամ, ասենք կոշիկները իրավունք չունեմ կապեմ, ու հիմա մարդ հա ուղարկում, ասում է, հələ գնացեք հարցրեք, տեսեք այդ ինքն է, թե ուրիշին սպասենք։ Էդի գիտես ոնց է, որտեվ ստեղ Միշտ Աստեղ հարց ա կարար ծագի ասել, մոտ։ այդ ինքնա գնացեք իրան պետքա լսեք, չէ՞։ Բայց ստեղ ուրիշ բան, ինքը ուզեց, որպեսզի իրանք տեսնեն եւ հավատան։ Դրա համար այս բանով ուղարկումա Քրիստոսը ասում է գնացեք ասեք, էս ալինում հրաշքներ ալնում, սենց ալնում լին, այսինքն վկայեց, այնի ուղարկեն, ասում պաս տվեց, այն էլ ասեց սենց, հիմա դուք որոշեք ինչ եք ուզում, կընդունեք թե չէ։ Ու ստեղ այդ մոգերը որ կա, sense մոգած երկիր ունեինք, տենց գավառ կար միջև որ դարերը ու կարծեմ բաներից մեկը, կարծեմ Գասպարին գերեզմանը կար եւ ու որ շուտը եկեղեցին վրան էր կառուցած, չեմ հիշու սուտ չխոսեմ, տենց բան կա։ Այսինքն պատահական չի։ Նորից եմ ասում, էլի կրկնեմ, կներես, արևելքից եկան, արևելքը Հայաստանն էր, հոբը հայեր, Հայաստանից էր, հա, սենց ասենք, եւ արևելքի զավակներից էր, եթե ելներ օրինակ կարող չինացիեր եկել էր Հայաստանում էր ապրում, ասում արևելքի զավակներից էր։ Այսինքն իզուր չէր էլի, որ հենց մոգերը առաջինը եկան, երկրպագեցին, տեսան, աստղին հետևեցին, դա հենց այնց էդի զուգադիպություն չէր։ Այսինքն քանի որ մենք քրիստոնյաներ չենք հավատում զուգադիպությանը, մենք գիտենք, որ ամեն ինչ մեր կյանքում կատարվում է այնց ոնց որ պետք է լինի։ Դե հիմա կգտնվեն մարդիկ, բավ հայերից ով է տենց բան ասը։ Հայր Ղևոնդը։ Չէ, հին հայերից Դե մի ով 100 ասը, տարի օրինակ հետո կլնես հին հայր Սուրբ ջան։ դե էլի հիներից դե հիմա խոսում ենք իրական հին ժամանակվա այն հայրերը։ Նորից եմ ասում, ամեն ժամանակ մի բան էր բասում։ Այս պատմությունները շատ բան Աշոտ Արևշատյանի գրքերի մեջ կա, միշտ ասում եմ, այնտեղ ինքն էլ է շատ բաներ Աստված տարբեր ձև բացում է։ Կարողա 50 տարի հետո նենց բաներ բացի, որ մենք էլ հիմա կանենք, այս ինչ եք ասում։ Աստծո գործերը Այո։ անելի է։ Դրա համար երբ որ դու եկանք էլի խոնար ես Տիրոջ առջև, շատ բան Աստված ոչ թե ես խոնար եմ հիմա ինձի բացելա, չէ։ Այսինքն բոլորիս համար ինքը կարա բացի։ Դրա համար պատահական չի։ Այսինքն սա նույնպես ցույց է տալիս, կներես հայր Սուրբ ջան, խոսքը մուրաբով կտրեմ։ Սա ցույց է տալի, որ Քրիստոսը միայն չի եկել հрьяաների համար, այլ եկել է ամբողջ մարդկության համար, նաև մեզ համար, նաև այդ մոգերի այդ կապը դա է հաստատում, կարելի ասել։ Ստեղ էլ կարելի է մի քիչ ավելի խորանալ։ Հիմա այդ մոգերը եկան Երուսաղեմ։ Ինչու Երուսաղեմ։ Ինձ թվում է Աստղը կորավ, եկավ հասցրեց երկիր, կորավ դռների մոտ, միջև Երուսաղեմ։ Իրանք էլ ասին, դե ուրեմն բանա։ Մայրաքաղաքում չէ թագավորը պետքա ծնվի։ Ճասմա ուրա թագավորը ծնված։ Իսկ Հերովդեսը ինքը անօրինական ձևով էր թագավոր։ Ինքը օրենքով թագավոր չէր։ Դա համար ինքը խառնվեց, վախեցավ, ոնց թե թագավորա ծնվե, ուրեմն կարա իմ գահս գրավի, չէ։ Այսինքն նախկինների ու ներկաների բազարն է։ Կարա իմ գահս գրավի, ու ինչա տեղի ունենում։ Ասում է դե գնացեք այնտեղ խռովություն ալում, ժողովրդը տակնու վրա ալում, սա ցույց է տալի, որ ընդեղից մարդիկ եկան, որոնք սպասում էին, որտեվ իրանք հայկիցել էին լսե, կարող հայտնություններ էր եղել, որ պետքա գա, Շատ հնարավոր է, իհարկե։ ու իրանք այդ պահել են, իսկ այդ մոգերը նորից եմ ասում, պարզ ռամիկ ժողովուրդ չէր, պարզ թագավոր չէր, իրանք իմաստուններ էին, որոնք նստած բաներ էին ժողովրդին գիտելիք էին փոխանցում։
Ու իրանք, երբ որ դա տեսան, իմացան, իրանք եկան տեսնելու, երկրպագելու եկան։ Ոչ թե հետաքրքրասիրության համար, մի հատ գնանք հետով, հա, վերջապես ծնվավ, մեր բախտը բերեց, ոչ թե մեր պապերի ժամանակ եկավ, մենք լուրջ չունենք, մեր ժամանակ եկավ։ Գնանք երկրպագենք, իսկ երկրպագությունը ի՞նչ է նշանակում։ Ուրեմն գիտեին ով է, պարզ թագավոր չի։ Դե գիտեին, որ այդ նվերներն էին բերել, չէ՞, ամեն մեկը մի իմաստով իրանց նվերը հանձնեցին։ Բացի նվերներից, նորից եմ ասում, իրանք եկան երկրպագելու, ասում է։ Այսինքն իրանք գիտեին ում են գնում։ Պարսին թագավոր այնքան թագավորներ կա, ինչու պետք է գնան իրան երկրպագեն։ Ու այն էլ մանուկին, մի հատ ծնված երեխու էլի։ Այսինքն սա այնա, որ իրանք գիտեին ով է ծնվում, ով է գալու աշխարհ։ Ու այդ բաները, որ բերում են ընծաները, որ բերում տնում են տիրոջ առջև, դա սրանով ցույցա տալի, իրան ցույց են տալի, որ դու ով ես, էլի։ Նույնիսկ ծնողներն էին, չէ, զարմանում էին, ասում ամայրամը, բայց սրտի մեջ պահում էր։ Այսինքն սա ի՞նչ է նշանակում։ Դեռ Մարիամը ծնելով իրան էլ բացված չէր այդքան, որ այս ինչ է նշանակում։ Գիտես, նորից եմ ասում, պարզ մի հատ sense բաներով անենք, չխորանանք աստվածաբանական, քրիստոսաբանական, այ Մարիամն էլ չէր, ծնողներն էլ այդքան չէին գիտակցում։ Այո, քեզնից ծնվածը կփրկի աշխարհ, անունը Հիսուս կդնես, չէ՞։ Հովսեփին ասում Սուրբ Հոգուց ծնված մի վախեցիր վերցնել, չէ՞, այս բաները իրանք հա հասկանում էին, բայց այդքան դեռ պատրաստ չէին ընկալելու։ Նույնիսկ ընթացքում էլ Մարիամը, չէ, դեռ հələ բան են գալիս, ասում էին եղբայրը ինչ ես քեզ բանան մարի մի հատ, չէ, որ ասում է ով է իմ եղբայրը, իմ քույրերը, իմ մայրը, չէ։ Այսինքն դեռ հələ այդքան ընկալելի չէր իրանց։ Կամ որ տաճարում փոքր վաղտ կորում ա, մնում ա, հետ են Ապրեց։ գնում տաճարից բերելու։ Դա էլ, այսինքն իսկ մոգերը ուզում եմ ասեմ իրանք գիտեին։ Էսի գիտես շատ կարևոր մի բան է Արտուր։ Էսի շատ բան է բացվում, որ մեր ժողովրդին բան է տրված։ Դրա համար պատահական չի, որ ինչ է ասում է արքայությունը ձեզանից կվերցվի, կտրվի մի ուրիշ ազգի, որը պտուղ կբերի։ Բայց չարը նենց ան, որ ինքը անդադ ուզում է, որ մենք այդ պտուղը չբերենք, մեզ դարձնում է ես իմ ինչ, Աստծո երկյուղը մեզանից հեռացնում է, բան անում, բայց նորից Տերը ինչ ասում՝ մի վախեցիր փոքր հոտ։ Աստված չի թողն։ Այս այն ինչ որ այսօր Հայաստանում լինում է եկեղեցու հանդեպ, ինչքան էլ ուզում են ասեն եկեղեցու հանդեպ չի, անհատների հանդեպ, այ չգիտեմ ինչա բան, այն գիտես հիմա ինչ են, այն ռուսեն բառ ասեմ, էլի ազարտի մեջ են ընկել, ոգևորված մի հատ վիճակ է գնում, ընկել են բանակից կրճատեցին, հանեցին այդ բանը, չէ, հովական բիվների գնդ երեցների, նետի վերացրեցին, վեհափարի վրա դատ են բացել, եպիսկոպոսների վրա դատ են բացել, Գերագույն խորհրդի վրա, սա անհատների բան է, սա փորձություն է, հիմա ով է մեղավոր, ինչ արի դնենք մի կողմ, մի հատ sense պարզ, այն ինչ որ ջրի երեսում կա, նայենք, սա չարը մարդկանց միջոցով ուզում է խեղդի, որտեվ մեզ տրված է առաքելություն մեր եկեղեցուն, առաքելություն է տրված։ Հա, պատահական չի, որ այսօր ամբողջ քրիստոնյա ազգի մեջ մեր քրիստոսաբանությունը մենակ մեր ժողովրդի մեջ է, մի փոքրիկ, մի քանի քանակ, փոքրակ քանակ, այդքան միլիոն, միլիարդերի չափ ժողովուրդների մեջ մեզ մի հատ քրիստոսաբանություն ա տրվել։ Տաթևացին ա լավ ասում, ինչու եք հարցը տալի, ինչու եք իրան են հարց տալի, ինչու է դուք այդքան բազում բաներ կա, դուք ոչ մեկին չեք հարում, մենակ եք մնացել, ի՞նչ է պատասխանում, ասում ճշմարտությունը մեկ է, սուտն է բազում։ Չեմ ասում իրանց հավատքը վատնա, բայց Աստված տվել է մեզ, բայց մենք սա չենք գիտակցում, մենք հեռանում ենք, մեր ժողովուրդը հեռանում է, դառնում է ու սա պտուղ ցույց է տալիս, մենք դառել ենք ինչ, կներեք, թող Աստված ների մեր ով լսում է, ոչխարի պես են դառել, ասում է իմաստությունը երբ որ կորցնում է մարդ, Աստծո երկյուղը կորցնում է, հիմար է դառնում։ Ասում է հիմարը ասեց իր սրտում Աստված չկա։ Մենք հարևանների վրա ենք ծիծաղում, ոչխար ենք ասում, այսօր մենք ենք այդ վիճակի մեջ դառնում։ Անհոգ ապրում ենք, չենք մտածում, ինչ որ է, բայց փոքր հոտը թող չվախենա ու դրա համար Աստված ամոթով չի թողնելու, ոչ թե մեր արժանինքների, մեր բաների, որտեվ Տերը
ծրագիր ունի այս աշխարհի մեջ, պատահական չի այս փոքրիկ էլի մի փոքր հողը պահել են ոտնատեղ է էլի պահի մի հատ փոքրիկ, պատահական չի ինքը հետո իջավ Հայաստան, հա, H միածին, չէ, իջավ միածին, իջավ այդտեղ, ինչու իջավ այդտեղ, ինքը եկավ այստեղ իրան խաչեցին, բայց ինքը հետո իջավ Հայաստան, ասեց այստեղ իմ եկեղեցին կկառուցես Գրիգոր Լուսավորչին ասեց, որի այսինքն անուն տիրոջ փառավորվի։ Ու այսօր մարդիկ եկել են կներեք այդ խոսքը, ասում քացով ոտքով խփում են Էջմիածինի մայրաթորի դռներին, էլի։ Կատխած, գազազած, գժված, sense բորալ կանչելով։ Ցավալի է, ու ցավալի է պատկերացնում ես 100 տարի առաջ կամ լսեին մարդիկ, որ sense բան պետք է լինի, ասում ես օտարը անի, ասես հա, արել են մեզ շատ, եկեղեցել են կոտորե, մարդ են սպանել, բնաջնջել են, Ազգը լցրել են եկեղեցիների մեջ, վառել են։ բայց այսօր երբ որ քո այն որը քո արունակիցն է, որը այդ նույն բանն է անում, ցավալի է։ Դրա համար այդ մոգերը, ասում եմ, նորից թող այդ օր հիմա կլսեն, երկարում ենք միգուցե, բայց կարդալով հասկացեք այդ պարզ ջրերեսը արևելքից եկան, գնացին, Աբգարին ասին, Աբգարը հավատաց, հետո առաջի քրիստոնյան հայերը դառան, իջավ միածինը, հետո աստվածային գիր տրվեցավ մեզի, չէ, եւ ինչպես պատմիչը ասում է, Աստված հայերեն խոսեց։ Բայրոնն էլ է, չէ՞, միշտ ասելա, որ երբ որ ուզում ես աղոթես, պետք է հայերեն աղոթես, որովհետև դա Աստծո լեզուն է։ Դե Բայրոնը մի բան գիտեր, էլի մերոնք չգիտեր։ Վերջի հարցն է, բայց շատ կարևոր հարց է իմ կարծիքով, էլի։ Ինչպես կարող է Քրիստոսի հայտնությունը տեղի ունենալ այսօր մեր կյանքում։ Ինչպես մենք կարանք այդ հայտնությունը ունենանք մեր մեջ, մեր կյանքում, մեր առօրյայի մեջ։ Կարծեմ Վարդան այգեկցին մեր հայրերից, տենց մի հատ հետաքրքիր բան ասում, ինքը վիճաբանում է, ասես վեճ ալնում հույների, այնտեղ ասորիների բաների հետ կռվում են, թե ում ծնունդը ճիշտ է որորով եւ հարության տոնը երբ է ճիշտ, սենց ինքը խոսում բացատրում է, ասում է, լսեք, ասում է, Քրիստոս ամեն օր ծնվում է, ամեն օր հարություն է առնում, ասում է, ինչ կարևոր է որորն է։ Այո, մենք սկիզբը ասինք ինչու էր կարևոր դա, բայց այսօր գիտես, երբ որ ընկնում ենք մարդիկ տարբեր բաների մեջ, այս ասում է Քրիստոս լավ է ասում է դուք մժեղը քամում եք, ուխտը կուլ եք տալիս, էլի, հա, ու Քրիստոս էլ հետո ասում է դուք իսկ այդ մժեղը ինչ էր, երբ որ գինի էին քամում, հрьяաները, չէ, խաղողից, այդ որ ճմլում էին խաղողը, չէ, բնականը մեջը մլակներ, տարբեր բաներ էր, կնգներ, ու պատկերացրեք հрьяան, որը պետք է այդ խմեր, դա էդի մեծ մեղք էր, եթե մլակը, մի հատ մրջուն կամ մեսի միջ կուլ տար, ու ինքը դնում էր քամում, հատուկ ցանցերով, կտորներով, այնքան քամում, որ մի քանի անգամ քամում էին, որ Աստված չանի մի հատ բան ընկնի մեջը, եւ դրա այդ զուգահեռ իրանք նենց սխալներ էին գործում, ու Քրիստոս ասում է, ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ, ընկել եք ինչերի ձեր տասանորդ եք տալի բաներից, բայց ընկած ծնողների մասին հոգ չեք տան, պատվիրան եք խախտում, հա, ու դրա համար դա շատ կարևոր է, որ մենք այսօր մեզ համար այգեկցին էսա սովորեցնում, որ լավ ընկել եք ինչի հետևից, օր եք կռվում, էս ինչն է, էս խաչակնքվելը ձախի աչից աչ ձախից, ընկել են էս վեճերի մեջ, մոռանում են կարևորը, սերը։ Քրիստոսը կիմանան, որ դուք իմ աշակերտներ եք, երբ որ տեսնեն, որ ձեր մեջ սեր կա։ Ում այդ հայտնությունը ինչպես կարա լինի այսօրվա դրությամբ, երբ որ մարդ Քրիստոս ասում է արքայությունը ձեր մեջ է։ Բայց ասում է պետք է նախ փնտրես, չէ, գտնես այդ արքայությունը քո մեջ։
Երբ որ դու գտնում ես Տիրոջը հանդիպում ես, այդ հայտնությունը քո աչքերի մեջից դուրս է գալիս, սենց ասեմ։ Երբ որ դու այդ հարուցյալին ես հանդիպում, քո աչքերի մեջ դա երևում է։ Այդ ձև կարա մեկը այսօրվա այդ հայտնությունը լինի, որտեվ այսօր շատ քրիստոնյանի աչքերի մեջ նայում ես Արտուր, մեջները սենց ինչ-որ տեղ, այո, թախինց կա, նախանց կա, չարություն, բայց այդ կայծը չկա, այդ լույսը չկա։ Երբ որ դու իրոք Քրիստոսին այդ ինչպես են Էմաուսի ճանապարհին, որտեղ առաքյալները գնում են Քրիստոս հետները խոսում են, բանում, հետո գնում են, հետո ասում են, այդ ոնց աշկներս բաներ, որ չհասկացանք այդ ինքներ, էլի։ Այսինքն, այսօր գիտես, սա մի ուրիշ նյութ է, մի օր խոսենք էլի սրա մասին, մեղքի մասին, էլի, ես այսօր շատ են մարդիկ խոսում են մեղք, մեղք, ապաշխարեք, զղջացեք, էսի մեղք կա, սենց անես մեղք կա, չէ, օրինակ, այս վիճակից չի կարող բարձրանալ։ Տաթևացին է լավ ասում մարդը նենց է ստեղծել, որ ինքը կար այսենց նայի վերև եւ ինքը ուղիղ քայլի։ Կենդանիները բոլորը կորած, սենց գլուխը կախ գետնին, որտեվ իրանք ծառա են, խոնար են։ Մարդն է, որ ազատ։ Այսինքն, իսկ մենք անդադ դու մեղավոր, այո, մեղքի մասին պետք է խոսվի։ Բայց երբ որ անընդհատ խոսվում է մեղք, էսի մեղք կա, պետք է ապաշխարեք, մեղք մի գործեք, մարդու մեջ հարց է առաջանում։ Լավ, ես էլ գիտեմ մեղք կա։ Էս չեմ, ապուշ չեմ, կարդում եմ, հասկանում եմ, մեղք կա, այս արածս մեղք կա։ Բայց լավ, ինչպես ազատվեմ։ Եթե ես իմանայի, ես այդ մեղքը չէի գործի։ Բայց երբ որ դու անդադ մարդուն, գիտես, այսօրվա դրությամբ երեխուն էլ փոքր ասես դեբիլ ես, դեբիլ կմեծանա։ Ու երբ որ անդադ դու մեղավոր ես, այդ մարդը տենց էլ կմնա։ Ու այսօր շատ կարևոր է, որ այս թեմայի մասին ասում խոսանք, առաքինության մասին քիչ է խոսվում։ Ոչ թե ասեն դու մեղք ես գործում, ասեն դու այս առաքինությունը չունես։ Երբ որ մարդը սկսում է մտածել ես չունեմ, ես կձգտեմ առաքինություն ունենալ։ Ճամփակ, բայց երբ որ ինքը մեղավոր, ինքը համակերպվում է, որ ինքը մեղավոր է։ Գիտես, դիմադրում, պայքարում, բաներ անում, փորձեր անում, բայց ի վերջո ինքը չի փոխվում։ Ու տենց էլ մնում է։ Ու դրա համար այդ աշկերի մեջ չկա հարուցյալ Քրիստոս, չկա ծնված Քրիստոս, այդ падգամը չկա։ Նույնիսկ պատարագն է, բան են դարձրել, գիտես, այդ պատարագին այդ ողջույնի ժամանակ մի հատ ցնծություն է, սաղ թռնում, համբուրում, խնդում, ուրախանում, ցնծություն, բայց բուն պատարագը, որ արդեն գալիս է, այդ որ կուլմինացիան, այդ գագաթնակետը պետք է հաղորդվենք, Տեր ողորմյայով ասես դնում ողնաշարը, կոտրում են, գցում են գետին, ողբում ենք ազգով։ Դրա համար մենք անդադ դուրս չենք գալ այս վիճակից, այդ մեղ վիճակից դուրս չեն գալ։ Դրա համար մարդիկ հուսահատվում են, մարդիկ նայում ես քրիստոնյաների վրա սենց բան են, ոմանց ոնց է դել է Աստծու կամքով լինի, տենանք ինչ կլինի։ Մեկը վախում ասի, փառք Աստծու։ Դրա համար այդ ինչ կարելի է անել այդ դրա բանը, որ ասում ես հայտնությունը։ Մարդը Քրիստոսին փնտրի գտնի, բայց ինքը մեղավոր է, իրան սովորացրել են, դու մեղավոր ես, անարժան ես։ Տաթևացին է լավ ասում, ի՞նչ ես հաղորդվում, ասում շուն եմ։ Ասում ապրես։ Լավ է, որ տես մտածում ես, բայց ինչու է շուն մնում, որդի դարձի։ Այսինքն վիճակից դուր, այսինքն մենք համոզվել ենք, որ մենք մեղավոր ենք, անարժան ենք, քարոզներ ենք լսում, որ ասում են անդադ քեզ ասում են դու դեբիլ ես, դու մեղավոր ես, ու սենց ապրում ենք։ Այն դեպրեսիոն վիճակի մեջ ապրում ենք։ Դրա համար մեր աչքերի մեջ այդ փայլը չկա, այդ լույսը չկա։ Այդ էլ ինձ թվում է մի առանձին նյութ էլի։ Անպայման կխոսանք դրա մասին։ Հարցին անդրադառնանք, այսօր ասենք մեր հետևորդներին, որ որոշեցինք հարցերով, ասես միշտ առանց պատրաստի ենք բան անում, տենց թեթև նյութ ընտրում ենք, չէ, ավելի ճիշտ Արտուրն է ընտրում, կամ էլ խոսակցությունից է նյութը ծնվում ինչ նյութի մասին, բայց այս անգամ հարցերով բան արեցինք, որ ավելի որտեվ մեջբերումներով, որ sense մի քիչ բան լինի, էլի, չնայած շատ էինք գնում գալիս
շեղվում թռնում ես քո Բայց շատ մեջով։ հետաքրքիր է Հայր Սուրբ ջան, ես միշտ երբ ձեզ հետ խոսում եմ 2-3 ժամ տևում է, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը։ Հիմա 2 ժամ արդեն գնացել է։ 2.5 ժամ մոտավորապես նկարահանել ենք, այո, բայց չէ, ես նկատի չունեի նկարահանումը միայն, երբ զանգահարում եմ ձեզ հետ խոսելու, ելի 2-3 ժամ խոսում 3 եմ, ժամ խոսում ենք, այ որովհետև ես ամեն անգամ ձեզ հետ խոսալուց ինչ որ մի բան եմ սովորում նորից, մի բան եմ արտաբերում, հետո նստում եմ, կարդում եմ, նայում եմ, հետաքրքրվում եմ, հետո համեմատում եմ, ասենք կաթոլիկ եկեղեցու վարդապետների ասացի հետ, տեսնում եմ, որ իրանց մոտ է կա այդ թեմաների շուրջ, որ խոսում են, որ իրանք էլ են տենց խորանում, տենց բաներ կա, բայց մենք տեղյակ չենք լինում։ Ու դա շատ հետաքրքիր է ինձ, ես ուզում եմ հասկանամ, ուզում եմ սովորեմ, ու ոչ թե մենակ իմ համար սովորեմ, այլ սովորեմ, որպեսզի կարողանամ նաև այս գեղեցիկ հաղորդաշարները ձեր հետ երբ որ նկարահանում եմ, այդ հարցերի շուրջ նաև մեր ունկնդիրները լսեն, հասկանան, տեսնեն, սովորեն։ Դրա համար ես շատ շնորհակալ եմ ձեզ Հայր Սուրբ ջան, որ այս խորքային սենց միաժամանակ նաև շատ հասանելի զրույց կառուցեցինք իրար հետ, որովհետև ճիշտ է ինքը խորքային աստվածաբանական եւ քրիստոսաբանական էր, բայց նաև ինքը շատ հասանելի էր մեր ուղեղին, որովհետև նորմալ բառերով բացատրեցիք, եմ որ ասում եմ, ծամեցիք դրեցիք մեր բերանը, շատ շնորհակալ եմ այդ ամեն ինչի համար ու ես շատ զգացված եմ, որ կարողացաք ժամանակ գտնեք, որովհետև ես գիտեմ ինչքան զբաղված եք այդտեղ, բայց Փառք Տիրոջը կարողացանք այսօր այս գեղեցիկ հաղորդաշարը նկարենք։ Դե ինչ ասեմ, Աստված ձեզ երկար կյանք առողջություն տա, որ միշտ մի հատ էլ հարց ունենք մենք, չմոռնանք, թե չէ չփակվենք, այդ կարևոր է դա։ Ինչպես կարող ենք ջրորդ մեկը կապել։ Հա, ճիշտ է, ես արդեն առաջ եի եկել։ Հա, մոռացի։ Հա, լավ, էսի ոչ կդրեմ կտեղափոխեմ ընդ է։ Ես էլ արդեն կենասներ էի ասում։ Դե այս խոսակցությունն էլ թող մեջը մնա այս կենասներով հետաքրքիր է, անմիջական խոսակցություն է։ Հա, իհարկե։ Հայր Սուրբ ջան, հա, ճիշտ է, էսի շատ կարևոր հարց է, չգիտեմ ոնց էր եղել, բաց էի թող այս հարցը։ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվանից հետո մենք Սուրբ ծնունդը նշելուց հետո մենք 40 օր հետո նշում ենք Հիսուս Քրիստոսի Տյառն ընդառաջը։ Այսինքն ոնց որ հայերն են ասում Տերնդեզը, բայց դա մեր եկեղեցական ավանդույթի Տյառն ընդառաջն է, երբ որ Քրիստոսին ընծայում են տաճար։ Կուզենայի որպեսզի մի քիչ բացահայտեիք այս պատմությունը, բացատրեիք ու նաև մեր ժողովրդի մեջ այդ հասկացողությունը մտներ, որ Տյառն ընդառաջը դա քրիստոնեական տոն է, այլ ոչ թե ինչ որ հեթանոսական տոն է, որ մենք վերցրել քրիստոնեական ենք սարքել։ Կուզեի որպեսզի էսե մի հատ բացատրեիք մեր ունկնդիրներին, Հայր Սուրբ ջան։ Նայ 40-օրյա գալուստը տիրոջ տաճար, էդի հրեական օրենքով պետքա, եթե տղա էր ծնվում, պետքա զոհաբերություն անեին ու իրանք պետքա գնային ծնողները տարան տաճար, բայց որ իրենք բանով գնացին, որտեվ Հերովդեսը հետապնդում էր, իմեջ գիշերի գնացին եւ ավանդությունը պատմում այն փագած դուռ կար այնտեղ, որը չէր բացվում եւ այսօր հայտնի է ոսկե դռներ, տենց բայց հենց այդ դուռը չի, այն վաղ ուրիշ ձև էր եղել, այդ դռներով, փագած դռներով, երբ որ անցնում է, դուռը բացվում է, անցնում է ու այդ ժամանակ մարդիկ ճրակներով ձեն են լսում, դղրդում է լսում, դուրս են գալի տիրոջը ընդառաջ։ Այսինքն ընդառաջ են ասով, այս ինչ եղավ, ու տեսնում են, որ ինքան գախնի պետքա գային, մտան տիրոջ ընդառաջ։ Դրա համար այդ տոնը նաև կոչվում է տիրոջ ընդառաջ, Տյառ ընդառաջ։ Այդ իմաստով նաև։ Հետո տրնդես բառը տաթևացին բացատրում է Տերը ընդ էս դուռը մտավ։ Այսինքն Տերը էս դռնով մտավ։ Մարդիկ տեսան, զարմացան, տրնդես, բայց հետաքրքիր մի բան կա, մեր հեթանոսները, հայ հեթանոսները իրանք էլ են այդ օրը կրակ են վառում, բաներ են անում եւ ասում են տեսեք, սա բան է, հեթանոսական տոն է, քրիստոնյաները մեզանից գողացել են
Իսկ կան հոգևորականներ, տեր հայրեր ասում են, դե դա հեթանոսական տոն ա եղել, Գրիգոր Լուսավորիչը չկարացա մի շուտ հարցել լուծել, այդ օրը այդ տոնը դրեց տրնդեզի։ Լավ, եթե կրակի վրով թռել են ինչ որտեղ մի օր, ինչու են մեր հեթանոսները անում են այն օրը, որ մենք ենք անում, տոնում, հարց։ Թող մի հատ ուրիշ օր տոնեին, հա, իսկ եթե գալիս ենք ասում ենք այդ օրը ինչու է, որտեվ այդ օրը հունվարի 6-ին գումարում ես 40 օր, դառնում է փետրվարի 14։ Այսինքն այդ օրն է անգնում։ Իսկ կրակը, եթե տենց լնես, կրակը թռնում են կաղա 26-ին փետրվարի, հա, Գրիգոր Լուսավորիչը բերեց, ասես չէ, եկեք 14-ին թռեք։ Լավ, այդ դեպքում ինչու հեթանոսները մեր Գառնիում 26-ին չեն թռնում, ես թիվ ասի 26, հիմա կարող ուրիշ օր։ Բայց այդտեղ ոչ մի կապ չունի հեթանոսության կրակի վրով թռնայ, կրակ պաշտող մարդը կրակի վրով չի թռնի։ Ինքը կրակը բարձր տեղա դնում, գնում խոնարհվում է, վրայով չի թռնում։ Չէ, կրակի վրով։ Բայց այդտեղ մի հետաքրիր բան կա, որ մեր շատ կարևոր է սա հասկանալ, որ եկեղեցին նաև միայն այն չի, որ քարոզում է ինչա, իր տոներով, իր եկեղեցու խորանով, կառուցվածքով, ձևով, ճարտարապետությամբ, երգեցողությամբ, ամեն բանի մեջ քարոզչություն կա։ Խորանը մտնում ես եկեղեցի, 4 սյուները, սրա խորհուրդը կա, որ եկեղեցին հիմնված է 4 ավետարաններով։ Հետո աշխարհի 4 կողմերով է ինքը տարածված, աշխարհի 4 կողմերում կա։ Խորանը, ավագ խորանը Տիրոջ ներկայությունն է։ Ձախ աջ խորանները Մարիամ Աստվածածին Հովհաննես Մկրտիչ գլխավոր բարեխոսներն են։ Ամեն խորհուրդ, այսինքն խորհուրդներ են, եկեղեցին այդ ձևով քարոզում է, որ հավատացյալը հոգու աչքերով տեսնի, իսկ անհավատը գա նայի չհաղորդ չլինի։ Թաքնված բանը։ Դրա համար եկեղեցին նաև տոների, որ դրել է, իմաստ ունի։ Վարդավառը, որ ջրորդն եք են անում, եւ կրակի վրով տրնդեզին են թռնում։ Դե առընթառաջին։ Ինչու, որտեվ հետաքրիր մի բան կա, եկեղեցին սա լուր քարոզչություն է այս տոներով, բացի որ հելնում քարոզում են, բայց սրա մեջ կա հետևյալը, ուրեմն Պողոս Պետրոս Առաքյալի 2-րդ թղթի 3-րդ գլխի մեջ։ Բայց առաջ այս գիտացեք, որ հետին օրերում ծաղր անողներ կգան, որ իրանց ցանկությունների պես կվարվեն, եւ կասեն. «Ուր է նրա գալստյան խոստումը, վասնզի այնուհետև, որ հայրերը վախճանեցան, ամեն բան նույնպես մնում է աշխարհքի ստեղծագործությունից հետո, վասնզի նրանք ուզում են այս բանը մոռանալ, թե այստեղ ուշադիր, երկինքները վաղուց էին և երկիրս ջրից էր ջրով հաստատված Աստծու խոսքով, նրա համար այն հին աշխարհը ջրհեղեղով ապականված կորավ, և այժմյան երկինքն ու երկիրը նույն խոսքով պահպանված պահվում են կրակի համար դատաստանի և ամբարիշտ մարդկանց կորստյան օրվան համար։ Տերն է ասում Ղուկասի 17-ում. «Եվ ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես էլ կլինի մարդի որդու օրերին, ուտում էին, խմում էին, կին էին առնում, մարդ էին գնում մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապանը, ջրհեղեղ եկավ և ամենքը կորցվեցին, նմանապես էլ ինչպես Ղովտ օրերին եղան, ուտում, խմում էին, առնում էին, ծախում էին, տնկում էին, շինում էին, և այն օրն էլ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, կրակը ծծումբը տեղաց երկնքից և ամենքին կորցրեց, նույն կերպով կլինի այն օրերին, որ մարդու որդին կհայտնվի»։ Պետրոսի խոսքերը մեզ ասում է, որ ջրով Աստված այն աշխարհը մաքրեց, իսկ հիմա կրակով է մաքրելու։ Այս երկու տոնը մեզ հիշեցնում են, ջրով մաքրեց Վարդավառն է, որ ջրոցի ենք անում, չէ, մարդիկ ջրում են։ Իսկ դա գալիս է ոչ թե հեթանոսական տոնից, այլ երբ որ Նոյը տապանից դուրս է գալիս,
որ օրն այդ Նոյը տապան կանգնում, այդ օգոստոսի 11-ին Նավասարդի 1, երբ որ նաև Հայկը հաղթում է Բելին։ Դրա համար մեր օրացույցը այն վաղ սկսում էր օգոստոսի 11, այսինքն Նավասարդ 1-ին, հիշատակ Հայկի հաղթանակին եւ Նոյի ջրբանի իջնելուն, տապանից իջնելուն։ Զոհաբերում է Նոյը եւ բանան, որ իրար վրա ջուր սրսկեն, ջուր թափեն իրա որդիները падգամմա, որպիսի հիշեմ, որ այդ ջրեղից այլևս Աստված ասեց, չէ, ծիածանն անում, այլևս այսպես բան չեմ ամ, այդ ջուրը արդեն օրհնություն է, ու որը արդեն հետո մարգարեաբար խորհուրդ էր Քրիստոսի հետ գալու մեր մկրտության բաններ խորհուրդը։ Դրա համար այսօր երբ որ մենք այդ ջրը, հետո երբ որ հայերը հեթանոս են դառնում, այդ օրը դառնում է Աստղիկի Չաստվածուհու տոնը։ Հետո երբ որ Գրիգոր Լուսավորչը գալիս է, ինքը վերականգնում է Նոյի սովորությունը, ոչ թե հեթանոսությունն է փոխում։ Իսկ հետո իսկ կրակը, որ գալու է հաջորդ գալուստը, այստեղ Քրիստոսի 40-օրյա գալուստը խորհուրդն էր Քրիստոսի նաև երկրորդ գալստյան։ Եկեղեցին դա էլ է քարոզում ավետ բանի մեջ։ Դա տենց է բացատրում Քրիստոսի գալուստը տաճար, դա եւ խորհուրդ է Քրիստոսի երկրորդ գալուստը։ Իսկ երկրորդ գալուստը կրակով է լինելու։ Դրա համար այդ օրը կրակ են վառում, որպեսզի մեզ հիշեցնի, որ Քրիստոս կրակով է գալու, սիրելիներ։ Իսկ կրակը ինչ անելու, սա վառելու է։ Տաթևացին ասում է կրակը երկու հատկություն ունի՝ լուսավորելու եւ այրելու։ Մեղավորները արվելու տառապանքով են մեռնելու, իսկ սրբերը, որոնք փրկվելու են, իրանք ոնց որ լույսը զորավոր այդ կրակ իրան լույս է լինելու, ինքը այդ մեռնելը ու հարություն առնելու առանց տառապանքի եւ հետաքրիր բան ասում է Պողոս Առաքյալը առաջի Տեսաղոնիկից 4 գլուխ, որտեւ ինքը Տերը հրամանով հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքից եւ Քրիստոսով մեռելներ առաջ հարություն կառնեն եւ հետո մենք, որ կենթանի ենք մնացած, նրանից հետո մեկտեղ ամպերով, ըստեղ հետաքրիր, ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն մխիթարեցեք Ամեն։ այս խոսքերով։ Այսինքն, երբ որ կրակով գալու է Տերը, մենք որ փրկություն պետք է արժանանանք, հարություն են առնում, իսկ որ կենթան իրանք հափշտակվելու են, այսինքն ցատկելու են Տիրոջը ընդառաջ։ Դրա համար այսօր երբ որ մենք կրակի վրով թռնում ենք, մենք ցույց ենք տալի, մենք Տիրոջը ընդառաջ կրակի վրով Տիրոջը ընդառաջ ենք գալու։ Դյառ ընդառաջ։ Ոչ թե կրակ է եղել, հեթանոս ենք եղել, չգիտեմ ինչ ենք եղել։ Սա ենք քարոզը, եկեղեցին ժողովրդին սա է հիշեցրել, որ դու կրակի վրով ցատկելով հիշի, այդ դու արժանի լինես, որ կրակը քո վրա իշխանություն չուներ, քեզ չայրի, այլ լուսավորելով Տիրոջը ընդառաջ լինենք, դիմավորելու այնպես ամենակ ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը։ Եկեղեցին սա մխիթարանք է մեզ տալիս։ Իսկ ջրոցին էլ Վարդավարին մեզ հիշեցնում է, որ Աստված ջրոցին կամ Նոյը մեզ տվեց, որ փրկեց մեզ, ջուրը դառավ այն վաղ կործանման, իսկ այսօր դա փրկության բան է, մկրտության ավազանի, եւ այստեղով էլ կրակով էլ մենք թռնում ենք, դրա համար մենք հեթանոս չենք, հեթանոսական տոն չենք տոն։ Այսինքն այդ Նավասարդի մեկը որ կա, այսինքն մեր հին օրացույցը հայկական որ կա, դա Հա։ ճշմարիտ օրացույց է կարելի ասել։ Դե հայկական մեր ամիսները կա, որը կորցրել ենք, էլ չենք օգտագործում եւ հետաքրքիր ինչն է, երբ որ Գրիգոր Լուսավորչը հաստատում է, Վարդավառը օրը այդ Նավասարդի 11-ին անում։ Բա ոնց է հիմա այդ օրը չեն անում։ Հետո իրական բանով նայ հիմա բացատրեմ։ Հին ժամանակ ավելի 19-ին են արել օգոստոսի կամ օգոստոսի 6-ին են արել, ասենց ասենք։ 6-ից հետո որ գումարում ես 40 լինում է սեպտեմբերի 14-ը։ Հիմա կբացատրեմ։ Խաչվերած։ Խաչվերած ապրես։ Ուրեմն երբ որ Քրիստոս Թաբոր լեռան վրա այլակերպվում է, 40-րդ հետո ինքը խաչվում է։ Ու ինքը ինչ է ասում, ասում է ոչ մեկին չպատմեք սրա մասին։ Դրա համար այդ այլակերպությունը դնում են օգոստոսի մեջ, 40 օր հետո դրանից հետո իրանք
խաչվերացնեն ան, որ այդ խաչելության բանն է։ Մերոնք հետո դարձնում են 11-ը դարձնում են էլի ամսի 6, այդ վաղտ են տոնում, հետո չեմ հիշում որորդ դարից եկեղեցին հաստատում է, որ Քրիստոսի հարությունից հետո 90-րդ օրն է, կարծեմ, լավ չեմ հիշում, որորդ շաբաթը պետքա լինի վերափոխ պայծառակերպությունը ու դրա համար շարժական է ինքը կախում ունի զատիկը եփա ինքը սենց շարժվում է զատիկը էս կոմա գալի շուտ ալնում այն կոմալնում այն ալնում էլի էս էր մեր եկեղեցին սրան է իսկ այսօր հույները կարծեմ լատինները իրանք տոնում են հույները 5 տոմարով 19 օգոստոս իսկ կաթոլիկները կարծեմ օգոստոս 6-ին եթե չեմ սխալվում իրանք այդ վաղտ են տոնում Բայց իրանք ջրոցի չեն խաղում։ Դե իրանք չեն ան, որտեվ էդի դա մեր սովորությունը նոյը մեր մոտ իջավ էլի, իրանց մոտ չիջավ։ Այդ սովորությունը այդ օրով ու այդ լեռան Թաբոր լեռան իմաստը նաև բանն էր։ Արարատ լեռն էր, ու Նոյան տապանն է կանգնում եւ Նոյան տապանի մեջ այդ խորհուրդը կար, որը Քրիստոս առաքյալների հետ, Մովսեսի եւ բանի հետ էր էլի։ Դրա համար հետաքրքիր է ինչու էր Քրիստոսը անդադ Պետրոսին, Հակոբոսին, Հովանեսին տանում։ Պետրոսը, որը ուրացավ, հետո պետքա բոլորին հավաքեր, իրան տրանով այդ հավատքն էր դաստիարակում, ոչ թե ինքը լավն էր, այ իրան այդ ուժն էր տալի, որ ինքը ունենա այդ պոտենցիալը։ Հակոբոս առաջին նահատակը պետքա լիներ, Հովանեսն է ավետարանից։ կամ մնալու էր եւ հայտնությունը գրել էր, այսինքն այստեղ Աստծո Քրիստոսին էլ պետքա մեկ-մեկ նայենք, ասես պարզ, պետք չի էլի փնտրել ինչ որ դրա եսի ինչ իմաստներ, այ պարզությունը, ավետանը շատ պարզ է, մենք պարզ բաները մոռանում ենք, այսինքն պարզ բանով նայել էլի։ Սա է, դրա համար մենք հեթանոսություն չենք բանում, այսօր են, որ տգիտության բանով չգիտեն ինչ ասեն, թե մենք հեթանոսական դե բաներ ա եղել, որ մենք էլ այդ ձևի արել ենք, դե սենց հա ինչ անենք։ Դե իրանք էլ են տենց սովորել, իմացել։ Հիմա նայ հետաքրիր մյուս բանն էլ կա, ցավալին բանը, որ մեդիա դաշտը, լրատվական միջոցները այդ օրը լուսաբանում են պայծառակերպության ջրոցի։ Հետո այդ բանն էլ կա, Աստղիկի էլի մասին են խոսում։ մեր դե նոր են սկսել խոսալ, մեր ժողովուրդն էլ գիտես, մի քիչ այդ հավատացյալներ շատերը վախենում են գնան եկեղեցի, որտեվ գջրեն, բաներ կա, գիտես, այդ օրերը շատ տհաճ էր, հիմա առավել եւս մարդիկ մի քիչ այդ բանը չունեն, էլի Իսկ ասենք ջրված այդ մարդը չի կարա գնա եկեղեցի։ Չէ, դե գիտես մարդը գնում է կամ պատարագից հետո է գալի, տհաճ է, դու գիտես, հետո էտել է փորձությունա մարդը խաղաղ գնում է աղոթքի, պատարագի, իրան ջրում ջղայնանում են։ Նամանդ կինա հագնվածքը մի քիչ ուրիշ բաներ ա չէ լինում, Հա։ գայթակղություն ալնում իրա ուրիշների համար, դրա համար մենք էլի այն հարցին ենք գալի, ինչ անենք, մենք պետքա դեռ Սովորել։ մենք սովորենք եւ քրիստոնեությունը դեռ թելը պետքա քարոզենք Հայաստանում, էլի։ Ցավալիա։ Այսքան բաներ Արթուր ջան, շնորհակալություն քեզ էլ, որտեղ դու Ես եմ պեղում ես շնորհակալ քեզ Հայր Սուրբ ջան։ հարցեր ենք հանում, նյութեր ես բերում, խոսցնում ես, դա կարևոր է, շնորհակալություն ու որպեսզի իրար շատ շնորհակալություն չասենք, ասենք փառք Աստծո։ Այո, փառք Տիրոջը։ Տերը չշնորհեր, մենք այսօր բան չենք կանի, ասում է, չէ, թե Տերը չորտնի, իզուր են պահապանները, չէ, կանգնած, եւ եթե Տերը չորտնի, իզուր տեղ են շինարարները շենքը սարքում, էլի։ Եթե Տերը չորտնի, պարապ խոսային կամ չեր ստացվի։ Փառք Աստծո։ Այո, փառք Տիրոջը, այո։ Դե լավ, շնորհակալ եմ։ Աստված օգնական Հայր Սուրբ Ասենք ջան։ Աստված պահապան, ասենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։